Կասեկում եք տեսնում Հայաստանի հաջորդ ղեկավարի պաշտոնին։ Ռոբերտ Քոչարյանին, որտեղ միայն իրան եմ տեսնում երկիրը այս փոխի Փաշինյանը ամբողջությամբ քանդեց մեր երկիրը 90-ականներից էլի քանդած գնացին Լևոնը գնաց ինքը եկավ լրիվ թզեց բոլորի գործերը հիմա էլ մենակ լիդեր իրան եմ տեսնում միայն ինքը կարա պատերազմը կանխի նույնիսկ այդ ադրբեջանցին իր դեմ գլուխը կախում է իսկ ինձ էլ պետքա տենց ուժեղ հզոր ղեկավար որը միայն մեզ կհանի այս վիճակից իրավաղ նորմալ է ամեն ինչ Ես տեսել եմ իր կառավարման այդ շրջանը ու հիմել եմ դնում համեմատելով տարբերությունը շատ մեծ է ստաբիլություն էր մարդիկ գիտեին ապագայի մասին քայլերն ինչ անեին մեկը ես իսկ հիմի շատ անորոշ վիճակ է տարիների ընթացքում տեսել ենք այդ մարդու աշխատանքը արածը ապրել ենք իր կառավարության տարիներին, երբ որ ինքն էր կառավարում երկիրը, գոհ ենք եղել ու հասկացել ենք, որ այս պահին ինքնա որ կարա այս երկիրը այս վիճակից հանի։ Հույսերը մենակ իր հետ է կապում։ Հույս ունենք, որ դուրս կբերի ինքը այս ճգնաժամից։ Այս շենքի գլխին այն վերևի հատածուն սպիտակ տենում եք։ Էնի ադամանդա։ Ադամանդի նկարն է։ Քոչարյանը որ եկավ, մեր գործարանները լրիվ փակ էր։ Ինքը այդ գործարանը աշխատեցրեց 1500 հոգի էլ ագրանշիկ էր աշխատում։ Ինքը արեց։ Կոնկրետ հենց այս մեր քաղաքի համար։ Բացի դրանից շատ բան արա եղել։ Ես օրինակ ոչ մի բան հիմա չի աշխատում։ Հիմա այս process-ը կարող է մի հատ ցեխ, երկու հատ ցեխ, էսի մի քանի հոգով աշխատել։ Բայց ինքը գործարար մարդկանց էր հրավիրում, հետները պայմանագրեր էր կապում, աշխատությունում էր։ 1500 հոգին ես մեր փոքր քաղաքի համար քիչ է, այդքան աշխատատեղ կա։ Մենակ ագրանք է։ Այդքանը մենակ նստած էին հաստոցների վրա, իսկ լավերևները իտայերում թե ինչքան աշխատող կար, դա մենք չենք հաշվում։ Մենակ հաստոցի վրա, որ արտադրանք էր տալի։ Քոչարյանը ընդհանրապես շատ բան արել Հայաստանի համար։ Իմ ակնկալիքս դա է, որ էսի չանցնի։ Որ անցավ, մենք ընկնելու ենք Ղարաբաղ օրը։ Կասեք ոչ եք աջակցում Հայաստան դաշինքին սպասել։ Հանուն Քոչարյանի։ Ինչ եք հիշում նախագահ Քոչարյանի կառավարման տարիներին։ Ամեն ինչ, որ գործանն աշխատում էր, ժողովուրդ ապրում էին, կյանքը լավ էր, ուրախ էր, հիմիկվա նման չի։ Ես ինչ է, այ պատերազմ, այ զոհեր, շատ բան կա ասել։ Ինքը որ Ղարաբաղից եկել է Արցախից, քանդված կոտրած տաշտակից, դե գիտեք, Լևոն Տեր-Պետրոսյանից հետո ինքը կարողացավ եւ աշխատատեղեր, եւ աշխատավարձեր, եւ թոշակներ, եւ անվտանգություն ամենակարևոր ապահովել մեր երկրի համար։ Եվ դա արեց այն տարիներին։ Հիմա մենք հույսով ենք, հիմա էլ կարա 100% ավելի լավ անի։ Խելոք, գրագետ, մարդա, ժողովրդական մարդա, դրա համար էլ օպտն ունի, ամեն ինչը ունի, դրա համար էլ ուզում ենք, որ ինքն լինի։ Ժամանակին տեսել ենք պարոն Ռոբերտ Քոչարյանի աշխատանքը, ով վստահում է։ Փաշինյանին դեմ է։ Հայաստանի սահմանները գրավել են, բտել են Հայաստանի տարածք, որ Քոչարյանը կարող է հանել սահմանից։ Խափում է Փաշինյանը ժողովրդին, էլի։ Ես չեմ հավատում Փաշինյանը ասածներին, որ ասма պատերազմ չի լինի, ես հասկանում եմ, որ պատերազմ կլինի։ Չեք այս քաղաքական Լավ եմ անում։ լավ եք անում, բայց որակական հատկանիշների համար Ամեն ինչի համար ինքը տղա է։ Նա խաղաղ պահել է երկիրը։ Նիկոլը եկավ սաղ տարավ։ Իմ տունս տարավ։ Գիտես իմ տունս որտեղ է։ արդեն հասկացա։ Դե էլ արդեն խոսք չկա։ Եթե մարդ տունա սարքում տունա վերցնում են տանում են, այս զրույց չկա այնտեղ։ Քոչարյանը։ Ես 35 տարի, 40 տարի գիտեմ 90-ական թվականներից։ Այդ մարդուց ես մեկ սխալ արտահայտություն չեմ տեսել։ Իր ամբողջ կյանքը նվիրված ա եղել բան, ես միշտ հպարտ եմ եղել, որ ինքը տենց ազգի նվիրված մարդ է։ Աշխատասիրությունը ինձ համար օրինակելի է եղել։
գործի նվիրվածությունը, անչափ գործին անգամ տարված էր, ասենք այդ ձևական բաները ոնց որ հիմի ցույց են տալի, ինքը դրան ժամանակ չուներ։ Ես իրան միշտ հավատացել եմ։ Ինձ համար միակ հույսը ինքն է, որ ոտի կանգնի մեր ժողովրդի վիճակից։ Ընտրել եմ Փաշինյանին, ինչ որ ճիշտ, մի րոպե, ասի։ 19 թվից, բայց արդեն իմիջիալով շատ եմ սիրել Քոչարյանը հենց սկզբից, որ եկել է Հայաստան, ինքը դարձել։ Ես շատ հավանել եմ, սիրել եմ նրա աշխատանքը, նրա գիտելիքները, նրա բազմակողմանի զարգացած լինելը, ինքը ուժեղ մարդ է, դրա համար ես իրան միշտ սիրել ու հարգել եմ, բայց թե ինչու ընտրեցի դրան չգիտեմ։ Ամեն օր ջուր էինք կրում, հաշ չէինք գտնում առնեինք, հա, չէինք տուն էինք գնում, գազ չկար, բույս չկար, այդ մարդը եկավ կամաց ամեն ինչ բարեկարգեց։ Այդ եմ հիշում իր աշխատանքը, դա է իր աշխատանքը եղել, որ մեր վիճակը լավացել է, որ կարգավորվեց, ամեն ինչը կամաց կարգավորվեց, մի անգամից չէ։ Այդ մարդը արեց ամեն ինչ։ Հիմա աջակցում եմ, որովհետև ցանկանում եմ, որ իմ երկրից վիճակը փոխվի, որ լավանա, որ մեր երկիրը չընկնի ուրիշի ձեռք, թուրքերի ձեռքը չընկնի։ Ուզում եմ, որ անպայման Քոչարյանը մեր երկիրը ոտի կանգնի, դուրս գա այս վիճակից, այս ծանր վիճակից դուրս գա, այդ դրա համար եմ աջակցում։ Նույնիսկ գիշերները չեմ կարողանում քնել, որ եմ կենում նստում, մտածում եմ, արդյոք այս մարդը կընտրվի թե ոչ։ Մեր ժողովուրդը խելքի կգա թե չէ։